Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, խոսակցություն թերևս սկսենք Ադրբեջանի փոխվարչապետի այցից Հայաստան։ Դե պես չի, որ ամեն օր Հայաստան Ադրբեջանի փոխվարչապետ է գալիս, բայց իշխանություններ Հա, փառք Աստծո իհարկե, բայց իշխանությունների այդ լռությունն էլ մի բանի նման չէր, չանոնսվեց այդ այցը, գոնե մի ժամ առաջ չգիտեինք, որ նա այստեղ է կամ այցելելու է, եւ դա իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Հուսամ Փաշինյանն ինքը ադրբեջանական լրատվամիջոցներից չի իմացել։ Այն իմաստով եմ սա ասում, որ դեռ վաղուց արդեն խոսակցություն կար, որ այս հանձնաժողովի հետագա նիստերը տեղի կունենան Հայաստանում եւ Ադրբեջանում։ Փաստորեն հիմա Հայաստանում եւ ինչ տպավորություն ստացանք, եկավ Մուստաֆայևը ինչ արեց, այստեղ գնաց։ Հա, իդեպ գնացել է արդյոք, չգիտեմ ես։ Որևէ տպավորություն չստացանք, որովհետեւ այցը գաղտնի էր։ Եվ ինչ որ մի չափով նաև մեր իշխանությունների իրական էությունը եւս մեկ անգամ բացահայտեց, որովհետեւ ճիշտ նշեցիք, դրա մասին մենք հերթական անգամ իմանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Հիշում եք, մի տարի առաջ երևի հենց այս օրերն էին, մի քիչ ավելի շուտ, որ մենք ադրբեջանական լրատվամիջոցներից իմացանք, որ Հայաստանը գլխիկոր ընդունել է Բաքվում մշակված եւ Հայաստանին պարտադրված այսպես կոչված խաղաղության համաձայնագրի վերջի երկու կետերը։ Ադրբեջանը հայտարարեց, մի երկու ժամ հետո Հայաստանը հաստատեց, մի քիչ նեղսրտեց, որ դե ինչի եք շուտ ասել, միասին կասենք, բայց փաստ է, որ մենք իմացել ենք Ադրբեջանից։ Հիմա էլ նույնը իմացել ենք Ադրբեջանից առաջինը։ Չնայած որևէ տրամաբանություն այս իշխանությունների պահվածքում չկար այդ մասով, որովհետև վստահ եմ, որ Զվարթնոց օդանավակայանում հազարավոր քաղաքացիներ են եղել եւ տեսել են կապույտ ներկած ադրբեջանական պետական համարներով, ասենց ասեմ, օդանավի վայրեջքը եւ կանելը Զվարթնոց օդանավակայանում։ Ինչպես անցավ հանդիպումը, կրկնում եմ, որևէ տպավորություն ոչ մեկ չունենք, բայց կարող ենք մի քանի ենթադրություն անել, թե այցի ժամկետայնությունից ելնելով եւ թե ընդունված փաստաթղթից։ Ինչի եկավ այսօր Մուստաֆայևը, եւ սա միայն նրանով չէր պայմանավորված, որ նախորդ հանդիպումը եղել էր Գաբալայում, հիմա էլ պետք է լիներ Հայաստանում։ Իրանք եկան, որպեսզի ցույց տան, որ չէ, նորմալ է, խաղաղության գործընթացը գնում է, ամեն ինչ լավ է, խաղաղ է, Փաշինյանը որ մնա, խաղաղությունը կշարունակվի։ Այսինքն սա անթաքույց սիմվոլիկ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանի։ Չէ, Նիկոլ Փաշինյանը, որ այս 5 տարում ամեն ինչ ձախողել է, հիմա իր դրոշակը դարձել է խաղաղությունը, որ մենք արդեն ունենք խաղաղություն, խաղաղությունը նույնիսկ ինստիտուցիոնալիզացված է, հղում կատարելով հայ-թուրքական այդ սահմանազատման ռեգլամենտի վրա նաև։ Հիմա մնում է այդ խաղաղությունը պահպանենք, մեզ քվեարկեք, որ մենք խաղաղությանը տեր կանգնենք, ուրիշները որ գան կլինի պատերազմ։ Եվ հիմա Մուստաֆայևը եկավ, որ ասի իսկականից խաղաղություն է, էլի։ Եկավ լավություն արեց Փաշինյանին եւ դրա դիմաց Մուստաֆայևը բնականաբար ինչ որ մի բան պահանջելու է։ Վերջապես ինքը ոչ միայն Ադրբեջանի փոխվարչապետն է, որ հանդիպել է իշխանամետ օլիգարխների կամ իշխանության մաս կազմող օլիգարխների հետ։ Ինքը նաև սահմանազատման հանձնաժողովի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահն է։ Եվ ես կասկածներ ունեմ, մտավախություն ունեմ, որ իրենք սահմանազատում են պահանջելու այնտեղ, որտեղով ըստ իրենց պետք է անցնի պանթուրանական միջանցքը։ Թրիփը նկատի ունեմ։ Նկատի ունեմ թուրանական միջանցքը, որտեվ ըստ էության դա թուրանական միջանցք է։ Թրիփը դա զուտ լոգիստիկ կառավարման խնդիր է, որ այդ թուրանական միջանցքի այդ հատվածը վերահսկելու ամերիկյան կողմը, բայց ըստ էության թուրանական միջանցք։
այնպես որ ես կարծում եմ ինչ որ մի պահի կսահմանազատվի Հայաստանի հարավը, չնայած որ Մեղրի հատված Չնայած որ հայ-ադրբեջանական այդ համատեղ կանոնակարգը սահմանազատման, ասում են որ սահմանազատումը պետք է սկսի հյուսիս-արևելքից, Տավուշի շրջանից, Տավուշի մարզից։ Սա է։ Երկրորդը փաստաթուղթը, որը հետո հրապարակեցին հայկական եւ ադրբեջանական աղբյուրները, այսինքն համապատասխան արգոց-նախարարությունները, շատ մտահոգիչ է եւ հարցեր է առաջացնում։ Օրինակ փաստաթղթերը, որոնք փոխանակվեցին, փաստաթղթերից մեկը սահմանազատման քարտեզների ընդունումն էր, կամ սահմանազատման քարտեզների կազմումը։ Հիմա հարց, այս իշխանությունները երթուն պատռում էին իրենց, որ սահմանազատումը իրականացվելու է 75 թվականի Սովետական միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Այսինքն արդեն եղած քարտեզների վրա, երբ կանոնակարգը, որի մասին խոսեցի, ընդունվեց, այնտեղ կա բոլոր վերաբերելի քարտեզներ։ Մենք ասում ենք, ես ինչ բոլոր վերաբերելի, եթե դուք ժողովրդի առաջ խոստումներ էիք տալիս, որ ՍՍՄ գենշտաբի քարտեզներն իրանք ասում են, դե այնտեղ արդեն գրել են, այստեղ չենք նշում, բայց այս դեպքում պարզ գրած է, որ քարտեզները նոր պետք է կազմվեն։ Ինչի հիման վրա են դրանք կազմվելու։ Եվ եթե դրանք դեռևս կազմված չէին, ինչի ափալ-թափալ Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածք հանձնեցիք Ադրբեջանին Կիրանցում, ինչի ադրբեջանցիներին հանձնեցիք տարածք Շուռնուխում, քարտեզը ընդունեիք, հետո գնայիք սահմանազատման, թե չստացվում է ինչ որ մի քարտեզով ադրբեջանցիք տարածք են ուզում, հետո էլ ինչ որ քարտեզ են գրում, կարող է այդ նույն քարտեզով ասեն, թե ջերմուկն էլ ամերը։ Ես այս իշխանություններից ամեն ինչ սպասում եմ։ Կրկնում եմ, իրենք ամեն ինչ ձախողել են, իրենց պետք է Ադրբեջանի աջակցությունը, եւ այդ աջակցությունը ստանալու համար ես չեմ զարմանա, որ ինչ որ մի հատ անհասկանալի կոնտուր գծվի աշխարհագրական, ավելի մարդկային լեզվով ասած սահման, որը նույնիսկ Հայաստանի սովետական Հայաստանի սահմաններից ավելի փոքր լինի։ Մյուս կողմից էլ Հայաստանը կարծես պատրաստ էր այս այցին եւ այդ այցի ներքին խոհանոցը շատ չբացահայտելու է միտված Հայաստանը, այն իմաստով, որ ասենք այցի օրը պար են բեմադրում կամ չգիտեմ Փաշինյանը գնում է կոճակ կարելու կամ բան այսպես ուրիշ բաներով են զբաղվում։ Դե գիտեք, այդ կոճակ կարելը դա Փաշինյանի էության մի մասա, գիտեք, այդ պերաշկի ուտելը, մտնել գոտին նեղացնելը, ինքը ինչա ցույց տալի, որ ես էլ ձեր նման սովորական մարդ եմ։ Բայց տեսեք թիկունքում ինչեր է կատարվում, էլի մարդկանց։ Այո, հիմա ինչ եմ ուզում ասեմ, դրանով ինքը իր սեփական ամպլուայի մեջ է ուզում ցույց տա, որ ես էլ ձեր նման մարդ եմ, իմ կոճակն էլ կատարվում են։ Պարն էլ դե պարի միջազգային օրն է, ուրիշ խնդիր է, որ իրանք ուզում են ցույց տան, թե Երևանում պար, ուրախություն, քեֆ, խաղաղություն։ Հիմա դուք նայեք Երևանին, ասենք, ինչ ասեմ, Կուալա Լումպուրի հայացքով, լավ, վայ, ժողովուրդ ուրախանում է։ Մի օր պար, մի օր խորոված, մի օր, չգիտեմ, փախլավա, մի օր օթապարիկներ են Երևանի օդում, ուրախ, երջանիկ ժողովուրդ։ Լավ, հիմա այդ խաբկանքը ստեղծելուն է միտված, հաց չեն կարողանում տրամադրեն, խրախճանք են կազմակերպում։ Շատերը հացի ակնկալիքով գնացին քաղաքացու տոնը նշելու, բայց տեսակ խորովածն ու նրբերշիկը ինչքան թանկ արժի։ Դա այլ խնդիր է։ Ինձ ավելի շատ մտահոգում է այդ քարտեզների հանգամանքը եւ այն զիջումները, որ իրենք կորզելու են Հայաստանից։ Այսինքն տակից էլի գործընթացներ են անկասկած։ Հայ-ադրբեջանական բոլոր գործընթացները եղել են գաղտնի ժողովրդի թիկունքում։ Սկսած Ալիև-Փաշինյան Դուշանբեի հանդիպումից վերջացած Շահին Մուստաֆաևի Հայաստան այցելությունը։ Եվ քանի որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել ինչ-որ մի բան զիջելու, Ադրբեջանը պետք է տեսանելիություն ստեղծի, որ մի բան էլ իրանք են անում եւ իրենց տարածքով թույլ են տվել ցորեն եւ բենզին գա Հայաստան։ Հիմա, եթե Հայաստանը ցորենի կարիք ունի, թող իր վարելահողերը մշակի։
Իսկ բենզինի հետ կապված խնդիրը Փաշինյանին այդ հարցը էսը տվեցի, ելույթ ունեցա, ինքը չարձագանքեց, որ այդ ինչ է, Վահաստանը տարեկան մոտ 200,000 տոննա բենզինի կարիք ունի, դու 2,5-3,000 տոննա բենզին ես բերել, 2,5-3%-ն է, մի տոկոս նաև 2% էլ չկա, մի տոկոս բան ես բերել, դրանով ոնց կարող է գները փոփոխվեն, դրանով ինչ մաֆիա, ինչ մոնոպոլ է, բայց ամեն դեպքում ինչ որ մի բան է Ադրբեջանը պետքա ցույց տա, որ Փաշինյանի ներսից շատ չքննադատեն, եւ նաեւ ես կարծում եմ, որ գերիների մի մասը կամ մեր են քաղաքացիները, որոնք որևէ բան չեն արել, ուղղակի չար բախտով, չար ճակատագրով հայտնվել են ադրբեջանական գերության մեջ, Ադրբեջանը ուղղակի որպես հաղթաթուղթ օգտագործելու է, մարդիկ վերադառնալու են, Փառք Աստծո, նատներս խաչած սպասենք, աղոթելով, որ գան միանան իրանց ընտանիքների, եւ դրանով կարծեմ իրանք շատ երկար ժամանակով կզմռսան ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը։ Յո Խաչատրյան, հիմա որպես տնտեսագետ եմ զուտ հարցնում, այ գործարարների հանդիպում Մուստաֆայևի հետ, ըստ էության ինչ կարող էր ասել Մուստաֆայևը, նրանց խոստումներ կտար, թե ինչ որ, չգիտեմ, տնտեսական առավելությունների մասին կզրուցեր նրանց հետ։ Կարծում եմ, տենց մի բան ա եղել, գիտեք, մեծ փողը շատ հայրենիք չի ճանաչում։ Այդ մարդկանց որպես իրենց դաշնակից օգտագործելու խնդիրն է դրված, ինչ որ խոստումներ տալով, որպես գործող իշխանության դաշնակից, հա։ Այո։ Նոր հնարավորություններ, ադրբեջանական շուկա, Ադրբեջանով ներմուծում արտահանում, կարծում եմ նման խոսակցություններ եղել են, որպեսզի իրենք այդ իշխանության դաշնակից, իշխանության օրբիտայում գտնվող բիզնեսմենների, որ դարձնեն իրենց աջակիցները, որ իրանք էլ վեր կենան խոսեն, ասեն, վայ, այս ինչ լավ։ Որովհետև տեսեք ինչ է, 6 ամիս ծավել այն ինչ մի քանի անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով, բայց ոչ Ադրբեջանից գնացքի եկել, Հայաստան ներմուծումներ են եղել, Հայաստանից որևէ արտահանում չի եղել։ Նշանակում փակ է այդ ճանապարհը Հայաստանից արտահանումների համար, ինչ որ մի բուր փոքր ինչ որ ապրանք են արտահանել, չեմ էլ հիշում ինչ, շատ փոքր։ Եթե կամ ուրեմն փակ է, կամ այդ ճանապարհը այ բիզնեսմեններին չի հետաքրքրում, այլապես այս 6 ամսվա ընթացքում մի բան արտահանած կլինեին էլի։ Կարծում եմ փորձել են իրենց դաշնակիցը դարձնել։ Եվ այսպեսի մի հարց, որտեղ ընդդիմությանը սոցիալական ցանցերում եղան մեղադրողներ, որ այսինչ բան է Մուստաֆայևը եկել է Հայաստան, իսկ մեր ժողովուրդը ոտքի չեք հանում, մեր ժողովրդին նրա դեմ ցույցերի չեք տանում կամ այսպես կառավարության դեմ ինչ որ բողոք չկա։ Իսկ կլինի այդ խելոք միտք արտահայտողը մի բան էլ ինքը անի։ Ինչ նշանակում չեք անում, բլավ հասկացանք։ Դե ձեզ են մեղադրում, ընդդիմությանը, մեզ։ Ովքեր։ Մարդիկ։ Այն որոնք Հասկացա, բայց այդ մարդկանցից մարդիկ, որոնք փորձում են ինչ որ Facebook-ում ակտիվ մարդիկ, որոնք ինչ որ ձևով, ասենք, փորձում են ստվերել ընդդիմության գործունեությունը կամ արմատին կպակել։ Այո։ Նախ սկսենք նայած, որ դա գաղտնի այցելություն է եղել, նենց չի եղել, որ մենք իմացել ենք դա մասին 3 ամիս առաջ։ Հիմա ժամը 11-12-ի կողմերն է, չէ՞ որ այդ այցի մասին հայտնի դարձավ։ Եկել են հիմա անհայտաուրա։ Այսինքն ինչ հավաքես, մանավանդ հրապարակն է փակել էին եւ 7 շրջան, շատ սիմվոլիկ 7 շրջան։ Այդ 7 շրջանով պար էին կազմակերպում եւ երկրորդը ի տարբերություն իշխանությունների, որը մոնոպոլ է, հանդիմությունը մոնոպոլ չի, այսինքն քննադատելու փոխարեն միգուցե ինչ-որ մի բան անեին, կամ քննադատությանը իշխանություններին չեն քննադատում, որ Մուստաֆայևին բերել է Հայաստան, ընդդիմության ասում են ինչ-որ բան չես արել։ Եթե ընդդիմությունը ինչ-որ բան աներ, այդ քննադատողներից քանիսը կկանգնեին մեր կողքին։ Եվ վերջերս հարցնել կա, որ ընդդիմությունն ի դեպ իր հաղթանակի դեպքում չի ասում, թե չի կարելի Ադրբեջանի հետ բանակցել, ընդհակառակը ասում է բանակցությունը բերենք նոր մակարդակի եւ ավելի լրջացնենք այս իրավիճակը։ Այդ միջազգային հարաբերությունները իրարից նեղացած տեքր կանանց միջև հարաբերություններ չեն, էլի, որ չիրար հետ կռվել են եւ չեն խոսում։ Հարևանների հետ պետք է
հարաբերություններ հաստատես։ Ուրիշ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը որպես պարտված վասսալ է այդ հարաբերությունները հաստատում։ Ուրիշ խնդիր է, որ դու հավասարը հավասարի հետ երկու երկրներ փոխշահավետ կամ յուրաքանչյուր երկիր այդ հարաբերություններով պահպանելով իր ազգային կենսական շահերը հարաբերությունները հաստատում, թե Ադրբեջանի հետ նման հարաբերություններ պետք է լինեն, թե Թուրքիայի հետ պետք է լինեն։ Մենք չենք ասում հարաբերություններ չպետք է լինեն։ Ընդհակառակը մենք ասում ենք պետք է լինեն, եւ դրանք պետք է լինեն նորմալ, հավասարը հավասարի հետ, արժանապատվորեն, ոչ թե այսպես գլուխը ծառած։ Իսկ այս իշխանությունները գիտեք, մաքուր վասսալի քաղաքականություն են վարում։ Գիտեք, եկել է տերը, ոնց են, չէ, հարկ էին տալիս, հետո Սասունցի Դավիթը, կոլոտ կանայք, որ երկան խաղան, բոյով կանայք, որ ուխտ բարձեն։ Այդպես անընդհատ տալիս է։ Հիմա կարող է կոլոտ եւ բոյով կանանց չեն տալիս, բայց փոխարենը ինքնիշխանությունն են տալիս, տարածք են տալիս, ազգային արժանապատվություն են տալիս, պատմությունն են զեղչում եւ աղճատում։ Այդտենց տիրոջ եւ վասսալի եւ ծառայի են փոխում, դա էլ արդեն մի ուրիշ պատմություն է։ Այդ ամբողջը դրա մեջ է, այսինքն խորվիրապը նկարում ես Արարատից, որ չերևա Արարատը։ Ինչ նշանակ։ Ինքը պատկերացնում եք, օրինակ Այվազովսկու նկարը վերցնես 9-րդ ալիքը, ալիքը հանես, Լաստանավը թողես։ Վերջապես մարդիկ, որ կառուցել են խորվիրապը, իրանք պատահական չի, չէ՞ որ Արարատի հովանու ներքո են կառուցել։ Դա մրեմ ասում, այսինքն դա այն турքն է, հարկն է, որ իրանք տալիս են տիրոջը, որպեսզի տերը իրանց կարգի, իրանց ներկայացուցիչ գրավյալ տարածքներում։ Սա է, մենք դրան դեմ ենք։ Ավելին ասեմ, մենք խաղաղությանը կողմ ենք, դրա համար ենք Փաշինյանին դեմ, որովհետև Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերում, այլ բերում է պարտություն, ողբերգություն, մահ, ավեր, կորուստներ։ Դա Եվ 21 թվականից այս կողմ 5 տարի անդադ մենք ասում ենք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա եւ չի կարող բանակցել Հայաստանի կենսական հարցերի շուրջ, որովհետեւ հաղթող կողմը մենք գիտենք ով է եւ ինչ պահանջներ ունի եւ այդ ամեն ինչը իրականություն դարձավ 5 տարում, ինչ որ ասում են մեկը մեկին կարծես տեղի է ունենում։ Ելեմ ասում, նայեք ադրբեջանական պահանջները 90 թվականի նոյեմբերի 10-ին, նայեք ադրբեջանական պահանջները այսօր, այսինքն տեսեք ինչից ուր հասանք։ Ահա, եւ գնալով էլի ախորժակները բացվելու է, հիմա արդեն անձամբ են ներկայանում, մտնում Հայաստան եւ այդ բանակցում եւ ինչ որ այդ հարցերը կարող է օրինակ պահանջեն փոխել, ինչ ասեմ, Արցախի պողոտան, Վազգեն Սարգսյանի փողոցը, փակել Եռաբլուրը, արտահանձնել Ադրբեջանին, օրինակ Սեյրան Օհանյանին։ Եթե անընդհատ դու զիջումների ես գնում, իրանք էլ անընդհատ կպահանջեն։ Աշխարհում չի եղել մի դեպք, մի օրինակ, երբ զիջումներով դու կարողանաս հաստատես խաղաղություն։ Չի եղել տենց։ Եվ Հայաստանի փրկությունը մնում է այս իշխանություններից ազատվելը, իմ հյուրերից մեկը գործընկեր էր եւ ասաց ընդդիմությունից ես մի պահանջ ունեմ հեռացնել այս իշխանություններին։ Պահանջը չի կարելի ասել, նայեք ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Պահանջը ասում սպասելիքը, ակնկալիքը, հա, ակնկալիքը ընդդիմությունից։ Ամբողջ խնդիրը տեսեք ինչու՞մ է գալի, ասում են, գնացեք անեք, եթե ժողովուրդը չի ներգրավում, չես կարող ասես, այ դուք ազգային ժողովում 28 падգամավորով դուք դիգնակ հանեք։ Չի լինում տենց։ Աշխարհում չի եղել տենց։ Հասկանում եք։ Եվ այսինքն ընտրությունների արդյունքները Եվ շատ բան չի պահանջում։ Ընտրություններին գնալ եւ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, կողմ քվեարկել մեզ։ Ժողովրդի հետ խոսել է, պետք խոսում եք։ Խոսում, բայց այսում ձեր հետ չեմ խոսում, ժողովրդի հետ եմ խոսում ձեր միջոցով։ Շնորհակալություն եք հնարավորությունն ընձեռնելու համար։ Եվ շրջանային այցերը մարզերով պարբերաբան բռունյթ ունեն։ Դրանք հույսներ շնչում են, որ ժողովուրդը այնուամենայնիվ այդ մի օրը իրեն կտրամադրի եւ կգնա ընտրություն։ Դե մարդիկ վերջ-վերջո տեսնում են չի ամեն ինչ։ Այսինքն մարդիկ են տարբեր առաջնահերթություններ ունեն։ Իմասի համար օրինակին մեր Արցախի կորուստը, մեր անվտանգության խնդիրները, երկրի կործանման խնդիրը առաջնային է։
Իմասը կարող ասի, չէ, այս ժամանակ ավելի լավ է, այսինքն 10 տարի առաջ ավելի լավ էի ապրում, քան թե այսօր, կամ 20 տարի առաջ, դրա համար այսօր դեմ եմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին։ Եվ դրա համար մեր լուծումները տարբեր խավերի համար են։ Մեկը կարող ասի, ես ինչ խայտարակություն է, երախոտ դասագիրքը կարդում եմ, լացս գալիս է, այս դասագիրքը Անկարայում կամ Բաքվում ա գրվել։ Մեկը նայում է այս անձնագիրը, հայք նապետ ինչ կապ ունի պետրոկլիֆների հետ։ Ընդհանրապես դարաշրջանը հասկանում եք տարբերությունը ինչքան է։ Ուր ես բերել դրել։ Այդ ինչ գունազարդման ալբոմ է։ Խայտարակություն է։ Եվ ձեր դիտարկումը ընդդիմության զուտ դաշտի իմաստով, այստեղ գործող քաղաքական ուժերը այս ընթացքում ինչ որ ձևավորվել է որպես ընդդիմություն, ըստ ձեզ այս ընթացքում գնալով միավորվում է, թե տարանջատվում են։ Պրոցեսն ինչ է ուշում։ Պրոցեսը ուշում է մի բան։ Եթե առաջի փուլով որևէ իշխանություն, ներողություն եմ խնդրում, որևէ քաղաքական ուժ, կուսակցություն կամ դաշինք չստանա մեծամասնությունը, կան մեծամասնություն կառավարություն ձևավորելու համար։ Եվ երկրորդ փուլում որևէ ընդդիմադիր ուժ չաջակցի հաջողության ամենամեծ հավանականություն ունեցող ուժին, նա ոչ թե ընդդիմություն, այլ Նիկոլ Փաշինյանի դրած։ Այսինքն թվաբանության հետ է խնդիրը։ Այո, այսինքն եթե մի ուժ վերակենում եւ ասում ես ընդդիմադիր եմ, իմ նպատակը Նիկոլ Փաշինյանին հանելն է, որով իմ երկիրը փրկելու համար պետք է Նիկոլ Փաշինյանին հանել։ Եվ երկրորդ փուլում քվեարկումը ոչ թե ընդդիմադիր Էդիկ Անդրեասյանի օգտին, այլ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ուրեմն ինքը ական է ընդդիմության դաշտում։ Մոտավորապես Երևանի ընտրությունները պատկերացնում։ Մոտավորապես պետք չի պատկերացնել, ճիշտ նույնը։ Շնորհակալ եմ այդ այսպիսի զրույցի համար։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։